Kendimi tanıtayım. Barçın İnanç ismim. T24 adlı bir haber sitesine yazıyorum. Bir de Turkey in Depth diye İngilizce bir bültene de katkı sağlıyorum. Dışişleri Bakanı, Türk Dışişleri Bakanı ile Amerikan Dışişleri Bakanı'nın Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը միշտ իրենց ունեցած խոսակցություններում խոսում են Կովկասի տարածաշրջանի մասին։ Դուք կարծում եմ Թրամփի հետ էլ եք տեսակցել։ Արդյոք Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարող է այս խաղաղության գործընթացում ինչ-որ դեր ունենալ։ Որովհետև եթե ուրիշ տեսանկյունից, դիտանկյունից ենք նայում, Թրամփի ներկայության պայմաններում ըստ որոշ մեկնաբանությունների շատ երկրներ կարող են նախընտրել այսպես ասած անկանոն աշխարհը։ Կամ ասենք տարածաշրջանային որոշ զարգացումները, հակամարտությունները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը, հնարավոր զինադադարը եւ այլն տարբեր կերպ են մեկնաբանվում։ Հետևաբար ձեր մատնանշած այդ հնարավորության պատուհանի հետ կապված ձեր կարծիքով կան այնպիսի գործոններ աշխարհում եւ տարածաշրջանում, այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այդ հնարավորության եւ պատուհանի համար։ Եվ ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանի հետ խաղաղություն, ճիշտ է, այն դեռ հորիզոնում չի նշմարվում, բայց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը։ Ձեր ասած հոռետեսների դեմ օգտագործվող փաստարկները կարող եք ավելի հստակեցնել։ Որովհետև ի վերջո Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորում դեռ չի ապահովվել։ Դուք ասում եք, որ դա ժամանակի հարց է։ Թուրքիայից իհարկե դրական ինչ-որ ազդակներ, մեսիջներ են եկել։ Դա եք հիմք ընդունում, որ ժամանակի խնդիր է։ Չեմ ուզում կրկնել, բայց ինչքան Ադրբեջանի հետ խաղաղությունն ուշանա, կարծես թե այդքան էլ շարունակելու են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չկարգավորված մնալ։ Այդ ռիսկը դուք չեք տեսնում։ Türkiye-Ermenistan süreci de olumsuz etkilenme riski yok mu acaba? Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Որովհետև իրականում, տեսեք, շատ կարևոր հենասյուներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության դրվել են, որոնք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։ Հայաստանը եւ Ադրբեջանը ըստ էության պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմատի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Սա այնա ինչ որ հորիզոնում պետք է երևա, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերաարձանագրել են այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ եւ փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա դուք կհարցնեք, բա որն է ծխածածկույթը։ Ծխածածկույթը Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթն է, որովհետև երբ որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի Արևմտյան Ադրբեջանի խոսույթ։ Ծխածածկույթը Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայն դեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել են խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն 4 տարի բանակցում ենք
խաղաղության process-ի վերաբերյալ եւ ունենք արդյունքներ, արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անդադ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որը իհարկե կարևոր անկյունակարային բան է։ Բայց այն որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ եւ վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է եւ կայացած իրողություն, ավելին մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք եւ այստեղ է խնդիրը, այս կետից ինչ ճանապարհով ենք գնում։ Ես եթե ուշադիր եք ասացի, որ եթե հետեւողական լինենք մենք մեր ջանքերում, արդեն իսկ այդ ճանապարհը, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագիծը այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում, պետք չէ անհրաժեշտ է ընդամենը այն ինչ որ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը։ Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները, որը կան եւ առանձնահատկությունները, որը կա Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, դա հնարավոր չի շղթել, բայց մյուս կողմից նաև արդեն ասացի, որ մենք ունենք process-ներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ես նոր մտածեցի, որ այն առաջի 7 րոպեում, երբ որ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես էլի բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել 10, 11, 12, 15 րոպեի։ Ընդհանուր որ հիմա արդեն 2 տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անտալիայի դիվանագիտական խորհրդաժողովին, ավերիջ երկրաշարժից հետո արտաքին գործերի նախարարի այդ տեղի ունեցավ Թուրքիայում աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, որը եւ լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով եւ բերումով։ Բայց ես էլի եմ ասում, նաեւ Թուրքիայի դերի առումով, այստեղ իմ կարծիքով Թուրքիան էլ ընտրելու բան ունի, որովհետեւ մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը, բայց մեր տպավորությամբ Թուրքիան նաև ինչպես դուք նշեցիք, ինչու է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան համենայն դեպս ուղերձները այդպիսին են, որ հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան հանդես է գալիս եւ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի մակարդակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների, կամ գուցե մենք սխալ ենք ընկալում։ Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե դա օգտակար կլինի, բայց մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց մյուս կողմից մենք նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն ինչ է կատարվում խաղաղության գործընթացում եւ նաև մեր տեղեկատվությունը